Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանը։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Խոսենք այսօր Անտալիայում կայացած դիվանագիտական ֆորումի մասին, որտեղ հանդիպել են Արադ Միրզոյանը եւ արտգործնախարար Ադրբեջանի։ Նրանք հիմնականում շեշտադրում են, որ Սահմանադրությունը պետք է այնուամենայնիվ փոխվի, այսինքն այդ խաղաղության համաձայնագրի բոլոր կետերը համաձայնեցվելուց հետո միևնույն է Սահմանադրության փոփոխման հարցը ամենակարևորն է։ Այստեղից ասել են, որ դա մեր որոշման հարցն է եւ Միրզոյանն ընդգծել է, որ Սահմանադրության մեջ որևէ կետ չկա, որտեղ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մասն է։ Ինչ է սպասվում եւ առասարակ այս հանդիպումը ինչ կտա Հայաստանին։ Չեմ կարծում, որ այդ հանդիպումը կարգավորման ընդհանուր process-ի մեջ ինչ որ առանձին դերակատարություն ունի։ Պարզապես Հայաստանի արտգործնախարարը Թուրքիայի արտգործնախարարի հետ ստեղծված իրավիճակի մեջ փորձում են միգուցե այդ հանդիպման արդյունքում շոշափել հասկանալ կողմերի տրամադրությունները ըստ էության որ հարցի շուրջ Հայաստանը 22 թվականից կարելի է ասել որպես նախապայման Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հանեց Արցախի կարգավիճակի հարցը։ Եվ հիմա տեսնում ենք, որ Ադրբեջանը կասկածի տակ է դնում այդ դիրքորոշումը, պահանջում է նաև, որ սահմանադրական փոփոխություններով ամրագրվի, որպեսզի հետագայում որևէ կառավարություն Հայաստանից չկարողանա հետ վերադառնալով խաղաղ կարգավորման գործընթացին նման նախապայման առաջ քաշել։ Եվ հավանաբար Հայաստանի արտգործնախարարի հայկական կողմի այսօրվա կառավարության հետաքրքրությունը հասկանալն է հնարավոր է, որևէ կերպ Թուրքիայի միջոցով ազդել Ադրբեջանի վրա այն ինչը որ հնչեց ըստ էության նրա մասին է, որ ոչ, Թուրքիան չի կարող ազդել Ադրբեջանի վրա, որպեսզի Ադրբեջանը չի կարող թե չի ցանկանում։ Եվ չի ցանկանում եւ չի կարող։ Ինչու այդքան Ադրբեջանը հզոր է, որ կարող է Թուրքիան չկարողանալ նրա վրա ազդել։ Ոչ, Թուրքիան առհասարակ վախենում է Հայաստանի հետ սահմանի բացումից, որովհետև Թուրքիան դեռ չի ավարտել քուրդ ժողովրդի հետ իր ըստ էության ռազմական կոնֆլիկտը։ Եվ Հայաստանի հետ սահմանի բացումը Թուրքիայում որոշ շրջանակներ համարում են որպես գործողություն, որը կարող է ուժեղացնել քուրդ ապստամբներին եւ ավելի մեծ վտանգներ ստեղծել Թուրքիայի Հանրապետության համար։ Դրա համար իրենք այդ գաղափարից Հայաստանի հետ սահմանը բացելուց այդքան էլ, այսպես ասած, հետաքրքրված չեն։ Այն առևտուրը, որը որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև այսօր գոյություն ունի, գնում է Վրաստանի տարածքի միջոցով եւ սահմանի բացումը ըստ Թուրքիայի առանձնապես ինչ որ մի բան չի փոխի այդ ապրանքաշրջանառության տեսակետից։ Քրդերն են խնդիրը հիմնական իրենց, որ Թուրքիայի խնդիրները ավելի մեծ են, քան քրդեր կամ նկատի ունեմ սահմանը բացելու հարցը։ Մի մեծ այսպես թնջուկ խնդիրներ կան, բայց եկեք փաստենք, որ Թուրքիան շահագրգռված չի սահմանը բացելու, թե չէ վաղուց կբացեր։ Հայաստանը դրան դեմ չի, ուստի Թուրքիան դա չի անում։ Ինչ վերաբերվում է խաղաղության պայմանագրի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այստեղ նույնպես Թուրքիան որևէ հետաքրքրություն աջակցել Հայաստանի կառավարությանը Ադրբեջանի հետ հարաբերություններում, դրա հետ կապված ինչ որ լրացուցիչ պարտավորություններ վերցնել Ալիևի ռեժիմի առջև ցանկություն չունի, որովհետեւ ինքը դրանից որևէ բան իրականում գտնում է, որ չի շահում։ Այդ բոլոր խոսակցությունները, որ անհրաժեշտ են նոր ուղիներ եւ այլն, Թուրքիան ունի Ադրբեջանի հետ անհրաժեշտ բոլոր կոմունիկացիաները, որոնք որ այսօր օգտագործվում են եւ գործում են իրենց հնարավորություններից շատ փոքր ավելի տոկոսով, քան իրենց հզորությունը դա ապահովում է։ Այսինքն այդ տրանսպորտային հանգամանքը, որը որ շատ այսպես հնչեցվում է մեդիայի եւ վերլուծական ինչ-որ դաշտում, իրականում այդքան մեծ գործոն չէ։ Որևէ շարժառիթ Թուրքիայի մոտ այդ ուղղությամբ
տարածաշրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման հարցում Ադրբեջանի վրա ճնշելու ըստ էության չկա։ Իսկ այդ դեպքում ինչու այդ գործընթացը սկսվեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, ինչու հատուկ բանագնացներ որոշվեցին։ Որտեվ հույսեր կար։ 2 տարի է այդ գործընթացը որովհետեւ թե շարունակվում է։ Հույսեր կար, տեսեք, ես պես եմ նայում հարցին, եթե ի սկզբանե իրավիճակը սխալ է գնահատվում, ապա եւ դրա վրա սխալ քաղաքականություն է հետագայում կառուցվում։ Գնահատական է իրավիճակի, այսպես ասած, քրիտիկական եւ իրատեսական, որքանով համապատասխանում է իրականությանը, այդքանով էլ հետագա քաղաքականությունը կլինի հաջողակ։ Իսկ միգուցե Թուրքիան այդ ժամանակ հետաքրքրված էր, հետո հետ քաշվեց։ Թուրքիան չէր կարող հետաքրքրված լիներ այդ տրենդը, որը որ երկարատև, այսպես ասած, ժամանակահատվածի վրա երևում է, ամենամոտ դիրքը, որը որ եղել է 2009 թվականին ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ Շվեյցարիայում ստորագրած արձանագրություններն էին, դրանից հետո մենք տեսնում ենք հետնահանջ եւ այսպես կարող եմ ձևակերպել այսօրվա ռեժիմը Թուրքիայում Էրդողանի ռեժիմը իր օրակարգում այդպիսի հարց չունի։ Թուրքիան հետաքրքրված էր եւ դրա համար անհրաժեշտություն էր Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունները բարելավել, երբ որ Թուրքիան ուներ եվրոպական օրակարգ, Եվրոմիություն անդամակցելու օրակարգ։ Իսկ այդ օրակարգը երբ որ բացակայում է Էրդողանի կառավարությունը բացառում է այդ օրակարգը, այդպիսի այսպես ասած բան շարժարիտ անհրաժեշտություն, կամ շարժարիտ պետք է լինի կամ անհրաժեշտություն այսօր Թուրքիայի մոտ չկա։ Եվ այն նախնական պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Քլչի եւ Ռուբինյանի միջև, դրանք էլ ի կատար չի ածվում։ Ըստ էության, տեսնում ենք, որ դա ավելի շատ քննարկումներ էին, քան իրականություն, բայց եւ մենք տեսնում ենք ֆունդամենտալ փոփոխություններ Թուրքիայում։ Թուրքիայի կառավարությունը սկսեց ինչ-որ գործընթաց քրդերի հետ խաղաղ կարգավորման համար։ Թուրքիայի կառավարությունը սկսեց բանակցություններ իր սատելիտ, Խամաչիկ այդ հյուսիսային Կիպրոսում ստեղծված ֆեյք պետության ղեկավարության իդեմս, այդ ղեկավարության հույների հետ Կիպրոսի տարածքային ամբողջականությունը վերականգնելու շուրջ բանակցություններ սկսվեցին։ Եվ Թուրքիան այսպես զսպող դերակատարություն ունի հավանաբար Ադրբեջանի նկատմամբ պատերազմ սանձարձելու հարցում։ Տպավորություն էր, որ Էրդողանը այդ ամենը անում է փոփոխվող, որտեվ այդ ամբողջ սկսվեց այս տարի, ըստ էության Տրամփի իշխանության գալուց հետո, փոփոխվող իրավիճակում եւ դա միտված է Եվրոպայի հետ հարաբերությունները բարելավելու, որտեվ դա եղել են խոչընդոտներ հայերի ցեղասպանության ճանաչումը Օսմանյան կայսրությունում, Կիպրոսի միավորումը եւ քրդերի հետ հաշտությունը, դա քաղաքական խոշորագույն պահանջներն են, որոնք որ խոչընդոտում էին Թուրքիայի Եվրոմիության անդամության գործընթացին։ Այդ գլոբալ հարցերը Թուրքիան պիտի լուծեր, որպեսզի ճանապարհ բացվեր դեպի Եվրոմիություն, որը որ մինչև կարելի ասել 2000 թվականները Թուրքիայի համար սահմանված ռազմավարական, այսպես ասած, կարևորություն ունեին։ Հիմա Թուրքիայում իմ կարծիքով այդ իրականում գործընթացները, որոնք որ սկսվել են, պայմանավորված են միգուցե ԱՄՆ-ի ճնշումներով։ ԱՄՆ-ն ինչ որ պահանջներ է դնում Թուրքիայի առջև, հավանաբար, եւ որ հարցում մասնավորապես Կիպրոսի հարցում, քրդերի հարցում եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցում։ Բայց այդ այսպես ասած ճնշումը ԱՄՆ-ի երևի չի բավարար չի, որպեսզի Թուրքիան ակտիվ դերակատարություն ունենա Ադրբեջանը ճնշելու հարցում Հայաստանի հետ առանց նախապայմանների խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Բայց ամեն դեպքում, երբ Ալիև եւ Էրդողան հանդիպում է լինում, նկատելի է, թե որքան ոգևորված է Ալիևը այդ հանդիպումից, որքան թևեր է առնում եւ Էրդողանի, այսպես, դերակատարությունը մշտապես կարող է լինել։ Երևում է։ Հակառակը պարզապես չի կարող լինել,
որովհետև Այսինքն եթե ցանկություն ունենար Թուրքիան կճնշեր ամեն դեպքում։ Հարցերպես ձևակերպենք, իսկ Ադրբեջանի համար ինչ է այս, ինչու Ադրբեջանը չի ուզում խաղաղության պայմանագիր կնքել վաղը։ Ինչն է պատճառը, չէ՞։ Ցանկացած երևույթ ունի պատճառ, չէ՞, տակը։ Այն բանը, որ Հայաստանը հրաժարվեց նախապայմաններից Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում, չփրկեց Ադրբեջանին պարտավորությունից, պատասխանատվությունից Արցախը հանձնել միջազգային հսկողության տակ։ Ադրբեջանի խնդիրը, այսպես ասած, մարսել էթնիկ զտումը Արցախում։ Եվ ինքը մաքսիմալ ուզում է Հայաստանը օգտագործել այդ հարցում, ինչ որ դերակատարություն, որպեսզի Հայաստանը ունենա Ադրբեջանին։ Պաշտոնապես հրաժարվի Հայաստանը բոլոր հնարավոր թղթերով։ Հայաստանը արդեն հրաժարվել է ամեն ինչից եւ այլն, բայց խնդիրը այն է, որ փաստաթղթավորվել է նա ուզում։ Հարցը փաստաթղթավորելը չէ։ Արցախի կարգավիճակի հարցը անցավ Եվրոպայի։ Այսօր Ֆրանսիան է պնդում Արցախի կարգավիճակի հարցը, այսօր Եվրոմիությունն է իր օրակարգում փաղում Արցախի հարցը։ Նկատի ունեք ԵԽԽՎ-ի բանաձևը, որը։ Այո, բանաձևը ըստ էության դրա մասին է։ Նույնիսկ եթե Հայաստանը հետ կանչի իր հայցերը Հաագայի դատարանից, Եվրոմիությունը ունի քայլ հարուցել քրեական գործ Ալիևի դեմ միջազգային քրեական դատարան։ Բայց արդյոք նրանք կանեն, եթե Հայաստանը հրաժարվում է եւ նույնիսկ Հայաստանը հրաժարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբից։ Դե հիմա այդ բոլոր հանդիպումները թուրք եւ հայ արտգործնախարարների դրա շուրջն են, որ արդյոք բավոր չէ, ինչ անենք։ Իսկ ինչ որ հանգուցալուծում կլինի առասարակ Ադրբեջանի հետ կապված։ Հիմա անընդհատ այդ հարցը քննարկվում է, Ալիևը անդադար խոսում է, հենց խաղաղության պայմանագրի հետ կապված, ասում է գնդակը Հայաստանի դաշտում է եւ այլն։ Դե այդ ասում է Արևմուտքի համար, Եվրոմիության համար, չէ՞, ինչի համար է ասում, ում համար է ասում։ Թուրքիայի համար կան, որպեսզի Թուրքիայի համար կամ Ղազախստանի համար ինչ տարբերություն գնդակը որտեղ է կամ առհասարակ։ Այսինքն ԱՄՆ-ի եւ Եվրոմիության հետ իրենք պահանջում են 2-3, այսպես ասած, երկու կարելի ասել խումբ պահանջներ, մեկը պահանջում են Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, մյուսը պահանջում են Արցախի հարցում ընդունել Ալիևի համար բավականին ծանր որոշումներ։ Որոնք են այդ որոշումները։ Բնականաբար, որպեսզի ապահովել փախստականների այդ վերադարձը, բռնի տեղահանվածների այդ վերադարձը Լեռնային Ղարաբաղ, արկավոր են պայմաններ։ Ինչ պայմաններ։ Տարածությունը, այդ տարածքը պիտի հանձնվի միջազգային ինչ որ կառավարման ներքո։ 1. Դա դիսկոմֆորտ է։ Բայց այդպեսի հստակ պահանջ իրենք ձևակերպել եւ ներկայացրել։ Դե եթե չձևակերպեին, ինչի պիտի Ալիևը դժգոհ լիներ եւ չկնքեր խաղաղության պայմանագիր։ Խոմ հիմար չի։ Եթե չի ավելին է ուզում Հայաստանից։ Նու ասում ենք տենց ավելին է ուզում, ախորժակը, բան, իսկ եթե տենց չի, իսկ եթե պարզապես նայենք այդ Եվրոխորհրդարանի բանաձևին ու ենթադրենք, որ այդ բանաձևը տենց գեղեցկության համար չի։ Մեջը ինչ է գրած։ Ինչը գրած է ըստ էության, որ պիտի Ադրբեջանը քայլեր ձեռնարկի, չէ, հակառակը իրենց սպասում են ինչ որ պատասխան քայլեր արդեն Եվրոմիությունից։ Բայց Ալիևին ոչինչ չի խանգարում այդ ամենը արհամարելու համար։ Խանգարում է, կյանքը պես չի էլի։ Կյանքում բաներ կան, որոնք որ խանգարում են ու կյանքին ռեալ պետք է նայել։ Ալիևը իմ կարծիքով ռեալ է նայում կյանքին ի տարբերություն Հայաստանում ենթադրենք որոշ մեկնաբաններից եւ իր համար կյանքը այսպեսին է։ Միջազգային ճնշումներին ենթարկվել եւ թույլատրել էքստերիտորիալ կարգավիճակ Արցախի համար, ժամանակավոր կարգավիճակ միջազգային հսկողության տակ, մինչեւ որ այնտեղ անցկացվի հանրաքվե, Ալիևի համար ինքնասպանություն է քաղաքական, ճիշտ է։ Պես չի։ Այս ամբողջ պատերազմը հենց դրա համար էր, որ դա չլինի։ Ամբողջ պատերազմը նրա համար էր, որ ռուսական զորքեր տեղակայվեն Արցախում, որպեսզի միջազգային զորքեր չգան։ Ռուսաստանի համար մեծ դիսկոմֆորտ է ռուսական միջազգային զորքերի տեղակայումը Արցախում։ Իրանի համար նույնպես դա
դիսկոմֆորտ էր, մինչև որ կարծես թե Իրանին չհրավիրեցին կամ այդ հնարավորությունը չնախատեսեցին, որ Իրանն էլ կարող է մասնակցել, Իրանը անցյալ տարի ճանաչվեց 23 թվականին էթնիկ զտման Արցախում էթնիկ զտման ժամանակ, դրանից կարճ օրեր անց Իրանը ճանաչվեց որպես պետություն, որի զորքերը կարող են մասնակցել խաղաղարար օպերացիայում։ Չեք տեսնում հակասություն, հա, մի կողմից խոսում են Իրանի վրա արվածներ հասնելու մասին, մյուս կողմից մակում բավարարեցին, այսինքն բոլորը կողմ քույարկեցին Իրանի դիմումին, որ իր զորքերը նույնպես որպես խաղաղապահ զորքեր կարող են ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում մասնակցել։ Ակնհայտ է, որ դա կապված է Արցախի հետ նաև առնվազն։ Բայց խաղաղության պայմանագրում այդ համաձայնագրի մեջ 17 կետերի մեջ Փաշինյանն ասում է, որ Արցախի մասին որևէ հիշատակում չկա։ Փաշինյանի դրոշակն է, որ ինքը առանց նախապայմանների ձեռները լվացել է եւ այլն, ինչի համար են Խորհրդարանական ընդդիմությունը քննադատում Փաշինյանին, որ թողնելով Արցախի կարգավիճակի հարցը եվրոպացիներին, ամերիկացիներին զրկեց մեզ որևէ հնարավորությունից հսկողության տակ պահել դա եւ ամբողջությամբ ապագան ըստեյության կապված է այդ պետություններից, թե ինչ կորոշի Ֆրանսիան, թե ինչ կորոշի ԱՄՆ-ն, ինչ կորոշեն Եվրոմիության մյուս պետությունները Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը բերեց նրան, որ Հայաստանը այլևս ազդել Արցախի կարգավիճակի վրա չի կարող։ Ինքը հպարտությամբ դա ասում է, որ ամենտեղ մենք դա ստորագրել ենք, ընդունել ենք, հռչակել ենք եւ այլն, մեզանից վազն եկեք, մենք լավագույնս կարող ենք, հա, ինչ որ օժանդակություն ցուցաբերել Արցախից բռնի տեղահանվածներին, սա մաքսիմումն է այս հարցում, այսպես ասած իր կառավարությունից հայությունը կարող է Արցախի հարցում սпасել, իսկ նաև դա ինքը ուղղորդում է, չէ, ինչ որ բացատրություններով, թե իբրև ալտերնատիվ չկար, այդպես էլ պիտի լիներ, դա միակ այսպես ասած հնարավոր ելքն էր եւ մյուս դա պարզ է սեփական արդարացման համար դեմ ընտրություններ կան եւ այլն բացասական է ազդում Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Արցախի հարցում իր ռեյտինգի վրա։ Գյումրիում էլ չէ, չփայլեցին ընտրություններում ոնց որ թե։ Այսինքն այս ամենը եւ ստեղծում է այդ վիճակը։ Փաշինյանը ոչ մի բանի վրա Արցախի օրակարգում չի կարող ազդել, ոչ փախստականների կարգավիճակով, ոչ այդ պատանդների, չէ, Եվրոմիությունը պատանդ անվանեց մեր հայրենակիցներին, ովքեր որ պահվում են Ադրբեջանի բանտերում եւ դա ճիշտ իրավաբանորեն ճիշտ գնահատական է ոչ պատանդների հարցում ոչ ապագա կարգավիճակի հարցում եւ այլն։ Հիմա եթե դուք ասում եք որ ճնշումներ կա արևմուտքից Ադրբեջանի վրա Կարծեմ թե Ալիևն է դրա մասին խոսում ամեն շաբաթ բողոքում է, չէ, ինչի է բողոքում Եվրոմիությունից այս վերջի իր հայտարարությունը ինչ էր Էրմինե հա բողոք էր, չէ։ Դե երբեմն չափազանցեցնում էլ է ցույց տալու, որ ինքը միայնակ է, իր դեմ են բոլորը եւ այլն։ Բայց այն իր դեմ բոլորը։ Հարցը այլ Մարդը գժվել է հենց այնպես խոսում է ինքը։ Լավ, մեր վարչապետը ինքը իր այդ խոսում է, մենք բոլորս սովոր ենք։ Դե պետք է արդարացումներ գտնի, որ Ալիևը խեանք իր այդ խոսում այդ դեպքում հենց արդարացումներ է ուզում գտնել, թե ինչու չի ստորագրում, որ բոլորը Հայաստանի կողմից են եւ այլն իրենց չեն հասկանում, բայց այլ հարց է ուզում տալ Իրանի հետ կապված Ալիևն ասել է, որ այդ ճանապարհը իրենք Իրանից կվերցնեն Ադրբեջանը Նախիջևանին կապող եւ սա եւս այդ ճնշման արդյունքում է դուք կարծում եք եղել եւ արդյոք Սյունիքի ճանապարհի հարցը փակվում է այս կերպ։ Սյունիքի ճանապարհի հարցը փակվել է 2 թե 3 տարի առաջ։ Բայց անընդհատ խոսում էր Ալիևը այդ մասին։ Խոսում էին որպես գործոն ինչի պայմանագիրը չկնքել։ Հիմա ստացվեց այսպես։ Չտակ ուժով կվերցնեմ Ալիևը մի քանի ամիս առաջ ասում։ Ստացվեց այսպես, կա Փաշինյան, որը որ ամբողջությամբ կառուցողական է պայմանագիր կնքելու հարցում։ Ոչ մի նախապայման չունի, ամեն ինչ է համաձայն է եւ այլն եւ այլն։ Եվ կա Ալիև, որը որ դժգոհ է Բոլորը իր դեմ են, այդ պայմանագիրը ինքը չի կարա ստորագրի, ինչ որ եւ այլն, սենց բազմաթիվ խնդիրներ հնչեցնող, բան, անընդհատ կյանքից բողոքող, հաղթելա, չէ՞, եթե այն քարոզիչների բանաձևը վերցնենք, որ Հայաստանը պարտվել է, Ադրբեջանը հաղթել է,
խի Ադրբեջանը բողոքում կյանքից։ Դե որովհետև ինքը քիչ է համարում այդ հաղթանակը։ Հայաստանից բացադրում են այդպես, բայց համաձայն եք, եթե միայն դա լիներ, երևի այդքան սուր քննադատություն, վատ հարաբերություններ Ֆրանսիայի հետ հասցրած 0-ի, ոչ, այսպես ասած, դրական հարաբերություններ նույն ԱՄՆ-ի հետ եւ այլն, չէ, այս երևում ամեն ինչից որ ինչ որ խնդիրներ կան եւ մյուս։ Դա չի բացատրվում նրանից, որ Ալիևը որոշել է միջազգային կանոնները խախտել եւ պահանջում է Եվրոպայում այն ինչը որ Պուտինին չեն ճանաչում, Ալիևին պիտի ճանաչեն։ Եվրոպայում կա կանոն, բոլոր սահմանները եվրոպական անկախտելի են։ Պուտինը խախտել է այդ կանոնը, ամբողջ աշխարհը, եվրոպական այդ ՀՀԿ պետությունների 58-ից 50-ը աջակցում են Ուկրաինային իրավիճակը վերականգնելու համար ուժով։ Ինչի պիտի Ալիևին թույլ տան այդ կանոնը խախտել։ Հայաստանին թույլ էին տալիս այդ կանոնը խախտել սահմանների անկախտելիությունը, որովհետև շատ հստակ դրված էր Արցախի ինքնորոշման հարցը։ Եվ դրա համար ասում էին, որ խաղաղ կարգավորումը պիտի լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի, Արցախի ինքնորոշման իրավունքի եւ խաղաղ ճանապարհով, չէ՞։ Դե բայց իրենք նշում են մշտապես, որ որքան էլ որ քննադատում են եւ պահանջում են Բաքվից, միևնույն է Բաքուն իրենց գործընկերն է եւ կարեւոր գործընկեր է։ Դե նշում են սանկցիաներ չեն կիրառում, ինչ որ ուժային գործողություններ չեն անում, բայց ռետորաբանությունը աստիճանաբար վատանում է, արդեն էթնիկ զտում են որակավորել հայերի նկատմամբ Արցախում տեղի ունեցած, չէ, ագրեսիան։ Կա օրինակ, Ալիևին հիմա որ ստե հրավիրեիք, ինքը, չգիտեմ, անկեղծ կպատասխաներ թե չէ, բայց իր համար ակտուալ օրինակը ո՞րն է։ Ձեր կարծիքով։ Կոսովոն, չէ։ Ալիևի համար ակտուալ օրինակը Կոսովոն է։ Ալիևը տենում է, որ իր մի ախպեր բարեկամ գործընկեր Բիբի Նետանյախուն ունի արդեն օրձեր հրավեր միջազգային քրեական դատարան եւ Իսրայելի ներսում քրեական հետապնդում։ Իր մյուս գործընկեր ախպեր հորընկեր կոլեգա Պուտինը ունի օրձեր եւ հրավեր միջազգային քրեական դատարան եւ այլն եւ այլն։ Ինքը մնացել է, այսպես ասած, մենակ, բայց ինքն էլա չէ այդ շարքի մեջ դրամաբանորեն։ Վաղ թե ուշ իրեն դա սպասում է։ Իր ժամանակը պարզապես դեռ չի եկել, բայց եվրոպացիները աստիճանաբար թղթերը սարքում են եւ բերում են այն քաղաքական իրավական ֆունդամենտն են ստեղծում, զենքել են, չէ, ավելացնում, բանակ են ստեղծում, արդեն իրենք ԱՄՆ-ից մի քանի տարուց կախում չեն ունենա այդ ռազմական հարցերում։ Հիմա որ ասում են դե ռազմական ուժ միշտ նկատի ունեն ԱՄՆ-ի ռազմական ուժերը։ Իսկ պատկերացրեք 3-4 տարուց հետո Եվրոպան իր ռազմական ուժերը կսկսի հաճուձախ գործադրել։ Դա ինչ է լինելու Ալիևի համար։ Ալիևը այդ ամեն ինչ տեսնում է, բողոքում է արդեն հիմա ասում է այդ Հայաստանին զինում է։ Բայց այդ դեպքում ինչու չի ստորագրում, եթե այդպես է։ Չի ստորագրում, որովհետև համաձայն չի միջազգային, համաձայն չի իշխանությունը թողնել։ Իր համար հարցը հետևյալն է, ինքը պիտի իշխանությունից հեռանա։ Ինչու եթե ստորագրի ժողովուրդը նման պահանջ է ներկայացնելու։ Բա ո՞նց է ինքը ենթադրենք հիմնավորելու խի Արցախը տվել միջազգային հսկողություն։ Չկա Արցախի մասին։ Դա չի նշանակում, որ այդ պահանջը գոյություն չունի։ Եվ այստեղ, երբ որ դիտորդը նայում է եւ չի տեսնում այդ անտեսանելի մասը, տարօրինակ է թվում այսպես ագրեսիվ եւ անիմաստ Ալիևի վարկագիծը, որ ինքը sense ինչ որ խելք կորցրած մարդ է, Հայաստանից ինչ որ ավել բան է ուզում եւ այլն էլի, բայց իրականում Ալիևը մտածա փակուղի այն իմաստով, որ ինքը պիտի ըստ էության իրավահաջորդ գտնի, որպեսզի այս ամեն ինչի տակից դուրս գա։ Ուրիշ իր համար հեռանկար չկա եւ իրենք ինչի վրա են աշխատում ժամանակ շահելու վրա, չէ՞։ Իրենք չեն ասում մենք չենք կնքի խաղաղության պայմաններ, կնքեք, երբ որ Հայաստանում սահմանադրությունը կա։ Եթե սահմանադրության հարցն է 1 տարի կա, այսինքն 1 տարի եւս չի կնքում։ 1 տարի, 2 տարի, ինչքան տարի սահմանադրության մյուս հարցը, սահմանադրության հանրակրվեն, հա դուք ասում եք 1 տարի մինչեւ դնել հանրակրվեի։ Ինչքան ժամանակ մինչեւ մտնի ուժի մեջ։ Եվս 1 տարի, չէ՞, մինչև քվեարկվի, մինչև բան եւ այլն։ Արտադատության փոխնախարարն ասում է, Փաշինյանից հանձնարարական է ստացել, մինչև ընտրություններ պետք է ավարտին հասցնեն։ Նույնիսկ հայեցակարգ չեն գնում նոր սահմանադրությունն նախագիծը։ Նախագիծը լավ, ավարտին հասցրեցին։ Վենետիկ ուղարկելու են։
ուղարկելու են, չէ՞։ Օրինակ այդ Ալիև բան որ խոսում են, ասում են ագրեսիվ դրույթներ կան Հայաստանի սահմանադրությունում, քանի անգամ է Հայաստանի սահմանադրությունը Վենետիկ գնացել։ Ну առնվազն չէ 2005 թվականին գնացել է, 2015 թվականին գնացել է։ Երկու անգամ Վենետիկի հանձնաժողովը Հայաստանի սահմանադրության վերաբերյալ եզրակացություն արել։ Այնտեղ ոչ միտեղ գրած չի, որ Արցախը Հայաստանի մաս է, հանեք այդ դրույթը, չէ՞։ Այդ Ալիևի իրավաբանական հանձնաժողովը որոշեց, հասկանում ենք դա, որ դա պոնտ է, էլի, այսինքն ֆորմալ առիթ է պայմանագիրը խաղաղության չկնքելու եւ այլն։ Բայց եւ այդ սահմանադրության բանը, ասեմ ձեզ, սահմանադրությունը փոխվի Հայաստանում եւ այլն, Ալիևը նորից պատրաստ չի լինի դա ստորագրելու։ Իր ռազմավարությունը չստորագրել խաղաղության պայմանագիրը, ասել ես դեմ չեմ, որ իրեն, այսպես ասած, ոչ կոնստրուկտիվ, ապակառուցողական բաներից հեռու պահել, հնարավորինս բաժանել կաշառքներ, բաներ եւ այլն, որ ճնշումները, որոնք որ իր նկատմամբ կան, թույլատրել, իդեպ ամեն ինչը նաեւ ամեն օր փող է։ Հանցագործի համար ազատության մեջ մնալու ու ամեն օր փող է, չէ՞, պիտի սրան նրան դատավորին տաս, դատախազին տաս։ Նույն Ալիևը այսօր ամեն օր բաժանում է փող, որպեսզի այդ ինչը որ Բիբիի համար ուղարկել են այդ օրձերը, բանի համար ուղարկել են այդ օրձերը, Պուտինի իրեն, հա, այդ օրձերը ենթադրենք չուղարկեն։ Ոնց է ինքը դրան հասնում։ Իր սիրուն աչքերի համար խոմ չի, չէ՞։ Քանի փողը կա, բաժանում է падգամավորներ, սկանդալներ, չէ՞, եղան Գերմանիայում էս վերջերս մի շարք քրեական գործեր հարուցվեցին падգամավորների դեմ Եվրո խորհրդարանի, ովքեր որ այսպես քարոզչություն էին տանում Ադրբեջանի օգտին եւ այլն։ Այդ ամեն ինչը կա, չէ՞, ես չեմ օրինում մեդիայի մեջ հայտնի փաստեր եմ շարադրում եւ այլն, այսինքն այս վիճակը եւ փողը Ադրբեջանի համար եւ հնարավորությունների կորուստ է, Ադրբեջանը ինչ ներգրաված է ինչ որ զարգացման process-ների մեջ, չէ։ Ինքը ինչպես Հայաստանը լուսանցքում է գտնվում հա միջազգային զարգացման գործընթացներից, այդպես էլ Ադրբեջանը։ Եվ այս դասավորության մեջ մենք իմ կարծիքով պիտի հասկանանք, որ այո, ընտրությունները մոտենում են Փաշինյանին հարկավոր է այդ դրոշակը, որ խաղաղության պայմանագիրը հեսա ուրավոր կա, Ալիևը արդեն ասեցին վրա հույս չդրեք եւ այլն, Բայրամովը այդ թեով այդ Թուրքիայում ում հետ հանդիպեց, հա, ասեց դե մենք էսպես թուրքերը նույնպես այնտեղ իրենց երթին մի խոսքով այդ իրավիճակը այս պահի դրությամբ լուծում չունի, որովհետև ինչի լուծում չունի։ Տեսեք, գոյություն ունի քրեական օրենսգիրքը, որ բացում եք, դեմից գրած են սկզբունքները։ Քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունք կա։ Բոլոր հանցագործները համարում են, որ այդ սկզբունքը իրենց նկատմամբ չի գործի։ Չէ, երբ որ մենք այսօր քննարկում ենք Ալիևին, մենք այն մեր հանրության մեջ, մեր մեդիայի մեջ կանխավարկած է ստեղծվել, որ այդ քրեական պատասխանատվության պրեզումպցիան իր նկատմամբ չի գործում։ Խի չի գործում։ Դե մարդը փող ունի, կապեր ունի, էս ունի, այն ունի, դասական կենցաղային պատկերացում է մարդկանց, որ հարուստ մարդիկ ի վիճակի են պատասխանատվությունից խուսափել։ Բայց ինչ են գրել այդ դեպքում բանի մեջ, օրենքի մեջ այդ սկզբունքը սիրունության համար։ Իհարկե կարելի է խուսափել, խուսափում են մարդիկ, այնտեղ որտեղ որ հնարավոր է կոռուպցիա, բան եւ այլն, բայց ինչ որ մի կետում դա վերջանում է եւ եթե Ալ Պաչինոյի պես, հա, կամ հաստատ Միլոշևիչը Ալիևից պակաս լավ տղա չէր եւ այդ շարքը կարելի է շարունակել ում տարան միջազգային դատարան, ով այնտեղ հայտնվեց։ Ոչ պակաս գողական եւ այսպես ասած հուշկու հանցավոր դեմքեր էին։ Խոսենք նաև Նիկոլ Փաշինյանի դիրքերից, ինչ իրավիճակում է հիմա նա, արդյոք անհանգստություններ ունի, որ կարող է իշխանությունը կորցնել եւ Փարաքարում եւ Գյումրիում ՔՊ-ի պարտությունը ինչի մասին է խոսում։ Ես չեմ կարծում, որ անհանգստություններ ունի, որովհետեւ արդեն կարելի է չանհանգստանալ այդ հարցով։ Խնդիրը առնվազն Գյումրիում կայանում էր նրանում, որ Եվրոդաշինք քաղաքական սուբյեկտը արդյոք կարող է լինել այն երկրորդ քաղաքական ուժը, ում հետ միասին ԿՊ-ն կարող է ունենալ 50+1%։ Ну Երևանում տեսանք 50-1 ստացվեց, ինչ որ այնտեղ
ռեպրեսիվ գործողություններով, բաներով, հա, մի կերպ ընտրեցին քաղաքապետ, Գյումրիում դա էլ չստացվեց։ Իմ տեսակետից Գյումրիում ամենամեծ պարտությունը կրեց այդ եվրոպական կուսակցությունների դաշինքը, որի վրա հենված է եղել մինչև վերջերս ռազմավարությունը, դե Փաշինյանը եւ իր թիմը հասկանում են, որ անցել են իրենց լավագույն տարիները, ջահելությունը, քաղաքական, այսպես ասած, երբ որ իրենք այսպես հանրային լայն աջակցություն ունեին, այսօր իրենք ունեն այն ինչ որ ունեն։ Եվ իրենց հարկավոր է երկրորդ ինչ որ մի հատ քաղաքական սուբյեկտ, աջակցող ուժ, որ ընտրվել էր եվրոպական կուսակցությունների դաշինք։ Ինչի էր ընտրվել, դա էլ պատասխանը ես գտնում եմ, որ հանրային կարծիքի մեջ է։ Սեպտեմբերին International Republic Institute-ի երևի վերջի, որովհետև USAID-ին փակվեց այդ հարցումները ցույց տվեցին, որ այնտեղ հարց կար, եթե գալիք Կիրակի օրը հանրաքվե դրվի միանալ Եվրոմիությանը, ինչպես կքվեարկեք, 56%-ը ասել են այո։ Դրանից շաբաթներ անց մեկնարկեց ստորագրահավաքը, օրինագիծը բերեցին 60,000 ստորագրել են 60,000 եւ այլն, այդ բնականաբար արվում էր նրա համար, որպեսզի այդ տրամադրությունը, որը որ գոյություն ունի հանրության մեջ, հա, հնարավոր լինի կապիտալիզացնել մի քաղաքական սուբյեկտի կողմից, որը որ աջակից կլինի ԿՊ-ին, իրենք էլ մատուցեցին այդ շոուն, որ հաստատում են, համաձայն են, քվեարկում են, արդեն իրենց ձայները կտան Փաշինյանին, որ միանան իրար, հա, եւ դառնան կոալիցիա։ Հիմա դա չստացվեց։ Գյումրիում կամ այսինքն Գյումրիում չստացվեց, այսինքն իրենք հայտարարակ ձևով չստացվեց, ոնց որ թե էլի։ Եվ Գյումրիում արդյունքը կարելի է ասել հետեւյալ բանի է բերում, որ խորհրդարանական ընտրություններում ԿՊ-ն 250-300 մաքսիմում 1000 ձայնից ավել հավաքել չի կարող ողջ վարչական ռեսուրսով եւ այլն։ Մեծագույն հարցը 50-60 հազար կողքից ի վիճակի կլինի հավաքել այդ եվրոպական կուսակցությունների դաշինքը։ Բոլոր խաղ ակտիվիստներով, որոնք որ հա այդ հոսանքի մեջ կարող են ներառվել եւ այլն։ Այս խնդիրը իմ կարծիքով պարզ է, հասկանալի է եւ ես դրա մասին նաեւ ձեր եթերում ասել եմ, որ կարելի արդեն վերջակետ դնել եւ հասկանալ, որ 26 թվականին ոչ կոալիցիայով, ոչ առանց կոալիցիայի, ոչ չգիտեմ ինչով ընտրվել, վերընտրվել, վերարտադրվել հնարավոր չէ։ Այսինքն ռազմավարությունը քաղաքական հարկավոր է անել, կազմակերպել ելնելով այն իրողությունից, որ 26 թվականին ԿՊ-ն պիտի դառնա ընդդիմություն։ Եվ ԿՊ-ի պայքարը պիտի լինի նրա համար, որ ինքը լինի խոշոր ընդդիմություն խորհրդարանում։ Այդ դեպքում Խեղճ Նիկոլ Փաշինյանը ինչ անի, այդ հարցը այսօր ԿՊ-ի ձեռքերում է։ Իմ կարծիքով ԿՊ-ն կարող է այդ խնդիրը լուծել ռակիրովկա անել վարչապետի նախագահի քննարկել ենք ձեր եթերում, որովհետև այդ քվեարկություններում ԿՊ-ին հարկավոր չի ոչ դաշնակիցներ, ոչ հանրություն, իրենք ինքնուրույն կարող են ընդունել որոշում նախագահ, ում ընտրել, իրենք ինքնուրույն կարող են փոփոխել սահմանադրության այն դրույթները, որոնք որ վերաբերվում են նախագահի լիազորություններին եւ այլն։ Այսինքն այդ բաները իրենք Այսինքն Փաշինյանը դառնա նախագահ։ Քանի որ Փաշինյանի համար կարևոր է իմունիտետ պահպանել, այսպես ասած, եւ դերակատարություն ունենալ։ Վարչապետը իմ կարծիքով, տեսեք, երբ որ Սերժ Սարգսյանի քաղաքական մեքենան մեծ ավարիա տվեց ՊՊՑ գնդի ժամանակ, չէ՞, եւ իրենք հասկացան, որ պետքա, այսպես ասած, որոշ ուժերի վերջնագիրը ընդունել, որից հետո նոր կառավարություն ձևավորվեց եւ այլն։ Իմիջի տեսակետից դրական ազդեց չէ Կարեն Կարապետյանի, այսպես ասած, կերպարը վարչապետի պաշտոնում եւ այդ միտքը, որ Սերժ Սարգսյանը վարչապետ չի լինելու, Կարեն Կարապետյանն է վարչապետան, տոգորում էր հանրությունը, տեսնում էր դրա մեջ ինչ որ մի։ Հիմա լուծումը նույնպես դրանում է կայանում։ Իշխող ուժը պիտի մի այնպիսի կերպար առաջարկի վարչապետի պաշտոնում, ով որ կարա
Ես Կարեն Կարապետյանի օրինակն եմ պարզապես բերում, ոչ թե անձամբ իրենի նկատի ունեմ, տվյալ դեպքում, որովհետև ժամանակները փոխվում են, ուրիշ բաներ կան, բայց հասկանալի է, եթե հանրության 56%-ը կողմ է Եվրոմիության անդամության, ուրեմն վարչապետն էլ պիտի համապատասխան դրան այսպես ասած կերպարը լինի։ Եթե դա լինի հակառակ ուղղության կերպար, այդ 56%-ի ձայները հնարավոր չի լինելու հավաքել։ Որտեղ տրամաբանությունը շատ պարզ է։ Փաշինյանով հավաքել 56% հնարավոր չի։ Արամ Սարգսյանը եւ իր գործընկերները ի վիճակի չեն նույնիսկ, հա, այդ 56%-ի մի մասը հավաքել։ Իսկ միգուցե Գյումրիում այդ պատկերը եղավ համապետականի ժամանակ այլ պատկեր լինի։ Կարելի է ասել միգուցե, բայց մասնագետները պիտի աշխատեն բացառեն, որտեղ միգուցեի վրա չես կարա քաղաքականություն մշակես։ Քաղաքականությունը պիտի անշեղորեն արդյունք տա։ Ոնց պահպանես արդյունքը։ Ռուսաստանին, Թուրքիային, Ադրբեջանին կարևոր է, որ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել Հայաստանում։ Այսինքն դա հանգամանք է, որը որ մեր իշխանության իշխող ուժի վրա ազդելու է։ Եթե ինքը չի կարող վերարտադրվել, առաջանալու է խնդիր, կամ Բելարուսի սցենար, այսինքն վերարտադրվել ցանկացած գնով, այսպես ասած, կամ ինչ որ ուրիշ եղանակը օրինակը 17 թվականի ընտրությունները ինչի հանրապետական այսպես ասած քիչ թե շատ սաղուն անցավ, որովհետև փոխեց կերպարը, բերեցին որպես առաջնորդ մարդու, որը որ բացասական ռեյտինգ չուներ, դրական տպավորություն ստեղծեց, հանրությունը ոգևորվեց, սպասումներ ունեցավ։ Հիմա կա այդ մարդը։ Ոյ Դե միշտ օրինակ 16 թվականի օգոստոսի 29-ին դուք գիտեիք, որ Կարեն Կարապետյանը եթե գա ֆենոմենալ էսպես բան կլինի, հա, հանրային տրամադրությունների փոփոխություն, չէ։ Դե բայց հիմա ժամանակները միշտ կան այդ մարդիկ, ովքեր որ կարող են արմատապես փոխել հանրության տրամադրությունը։ Այսօր մեր հանրությունը դեպրեսիայի մեջ է, հիասթափության մեջ է, բիզնեսը դեպրեսիայի մեջ է։ Ոչ թե ինչ-որ անորոշություն կա, մեծ հաշվով պարզ է ընթացքը ոնց է զարգանալու եւ տնտեսությունը, եւ քաղաքական իրավիճակը Հայաստանի համար, բայց այն կամքը, այն այսպես ասած էներգիան, որպեսզի լինի, մատոր մարդ պիտի լինի, որ այդ ամեն ինչը աշխատացնի։ Իսկ երբ որ այս նախորդ ես արդեն համարում եմ Փաշինյանին ավարտված, էլի, իտոգա տալի մարդը ասում է 7 տարվա ընթացքում մենք ոչ մի բան չկարողացանք անել։ Չէ, իր վերջի կառավարության նիստի ժամանակ խոսք դրա մասին է։ Մշտապես իր դժգոհությունները ներկայացնում է տարբեր ոլորտների հետ կապված։ Իրավական ոլորտ, այս անգամ ամփոփվեց, ոնց որ ասած, բոլորը միասին, կառավարությունը իր բոլոր կառույցներով եւ այլ, դա ինչի մասին է խոսում, չէ, դա խոսում է, որ իսկապես Փաշինյանի մոտ չստացվեց փոխել պետական։ Այո, բայց նա այլ բան է ասում, նա ասում է չստացվեց, որովհետեւ իրենք են ձախողել եւ տվեք ինձ ժամանակ, որպեսզի ստացվի։ Իր ասածը ըստ էության դա է։ Հա, եթե իրենք այդ ժամանակի թեման փորձեն դրանով գնալ ընտրությունների, այսինքն ես 7 տարի պաշտոնավարել եմ, Հայաստանը պարտություն ա կրել ռազմադաշտում, դիվանագիտական արտաքին քաղաքականության մեջ զորո վիճակա, հա, որտեղ Հայաստանի համար ավանդաբար Արցախի խնդիրը աշխարհքաղաքական լուրջ ռեսուրս էր եւ Հայաստանի իշխանությունների հետ բոլորը հաշվի էին առնում դրա համար։ Իսկ եթե Փաշինյանը այդ հարցը տվեց Ֆրանսիային, Եվրոմիության կամ ԵՍ-ում, էլ ինչ աշխարհքաղաքական հարց ինքը ունի։ Տեսեք, այսօր ինքը ունի խնդիր, որ հատիկը վերադարձնելու իրական Հայաստանի գաղափարախոսություն, մարդկանց կողքելու, կրթել նորաձև է եւ այլն եւ այլն։ Այսօր Հայաստանի աշխարհքաղաքական նշանակությունը մենակ այդ բանի մեջ է, որ մենք Լևոն Տեր-Պետրոսյանն էր թողել ասել, մեր ուժը մեր անպաշտպանության մեջ է։ Ինչ որ անպաշտպան երկիր են, որին որ ինչ որ բան է սպառնում եւ այդքանով մեր նկատմամբ կա։ Այսինքն այդ ամենը չի համոզում ժողովրդին։ Այն գաղափարախոսությունները, այն PR ակցիաները, որոնք Փաշինյանի կողմից իրականացվում են։ Ժողովուրդը իր իտոգը տվել է ընտրություններով դա արձանագրված է։ Կարելի է նայել այդ փաստերին եւ չտեսնել, հա։ Գյումրին եւ Փարաքարը։ Հա, եւ ոչ միայն տոկոսներին նայեք ձայների քանակին, քանի ձայն հավաքեց։ Ինչու ԿՊ-ն ասում է մենք հաղթել ենք, բավականին շատ ձայն է Սարիկ Մինասյանը, 17200։ Հա, դե Երևանում ինչքան էր հավաքել։
Ավենյան 83 թե 85000։ Գումարենք 85000-ը 17000-ի, 100000, ճիշտ է։ Խոշոր քաղաքներում Հայաստանի, Երևանում եւ Գյումրիում ԿՊ-ն հավաքեց 100000 ձայն։ Հարց, դրամաբանական հարց։ Իսկ մյուս 40 քաղաքներում, 40-ից ավել քաղաքներում եւ գյուղերում 72 համայնք է խոշորացված։ Ինչ արդյունք կարելի է ակնկալել։ Կարելի է 500,000 ձայն ակնկալել մյուս տեղերից։ Ոչ, Գյումրին հենց էտա ցուցիչ է, որը որ ցույց է տալիս, որ եթե ինչպես էր հանրապետական կուսակցության մոտ Երևանում, Գյումրիում, Վանաձորում փոքր արդյունքներ էին, գյուղերում, որտեղ որ մարդիկ բացակայեն բան, այնտեղ լիցքավորումը շատ էր, մեծ արդյունքներ։ Հիմա այսպես ասած, եթե այս դասավորությանը նայենք, որը որ արդեն բարակյար մեծ համայնք է, չէ՞։ Ինչ է դա խոսում։ Դա խոսում է ընդհանուր, եթե sense գումարում ենք պատկերը նայելով, որ այս 100,000 ձայնը որ գումարեցինք իրար, գումարեք եւս 150,000 ձայն մնացած բոլոր գյուղերում եւ քաղաքներում, 250,000 ձայն ստացաք։ Չէ՞։ Եվ սա է իշխանության ռեսուրսը։ Հիմա Փաշինյանի միակ փրկությունը ինչ է կարծում 250,000 դառնալն է։ Ոչ ընտրական եղանակով ցանկացած լուծում, որը կապված չի ընտրողների հետ, որը կապված չի հանրության դիրքորոշման հետ։ Դրամաբանությունն եմ բացատրում։ Այն ինչ որ կապված է մարդկանցից, Փաշինյանը վաղուց մերժված է։ Ոչ մեկին հետաքրքիր չի 7 տարվա մեջ ով է մեղավոր, որ խեա այսպես։ Բոլորն էլ գիտեն, որ այսպես է։ 7 տարի ընդդիմություն կա, բան կա, չէ՞, մարդիկ ասում էին տկար են այս ԿՊ-ի նշանակված կադրերը, այս են, վերջում Փաշինյանը գալիս է եզրակացության, ասում է այո, այդպես է, չէ՞։ Այս հիմա որ sense ամբողջ բանը մրցակցային վիճակ է քաղաքական դաշտը, ոչ մեկին չի թողում տենց կանանչ ճանապարհ գնա քո ասածը։ Կարծում եք, բայց Փաշինյանը այդպես հանգիստ կհամակերպվի իր պարտության հետ։ Ես բացառում եմ դա։ Փաշինյանը մենք եւս դրա մասին խոսացել ենք, ինչ է կարծում ցանկացած քննիչ, որը որ փորձի հասկանալ ինչպես եղավ, որ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, չէ՞։ Ագրեսիվ պատերազմը դա քրեական գործ է հարուցված, ինչ որ միտեղ այդ քրեական գործը կա։ Դատախազությունը Հայաստանի հարուցել է քրեական գործ Ադրբեջանի, չէ՞։ Փաշինյանը որպես սկզբից վկա պիտի ներգրաված լինի, չէ՞, որպես վկա ինքը պիտի գա, բացատրություն տա, ինքը որպես այդ հանցագործության վկա, այս տեղեկություններին տա պատասխան։ Հաջորդ քայլը արդեն ներգրաված լինել որպես կասկածյալ, որովհետև այդ որպես վկա տված ցուցմունքների հիման վրա վստահեցնում եմ ձեզ, իմ համոզմունքն է, որ բավարար նյութեր կլինեն, որպես կասկածյալ ներառել Փաշինյանին, որ ինքը աջակցել է այդ ագրեսիվ պատերազմի։ Այսինքն իշխանապողության դեպքում նա դատարանի առջև է կանգնելու եւ այս մտավախությունը նրան թույլ չի տալիս իշխանությունը զիջելու։ Եվ ամեն ինչ անելու ժողովրդավարության համար ամենամեծ խոչընդոտը իշխանությունն է, որը որ ունի իշխող ուժն է, որը ունի իշխանության չարաշահման հանգամանք։ Լինի դա կոռուպցիա, ինչպես որ Նիկոլ Փաշինյանի նախորդ ռեժիմները, կոռուպցիոն ռեժիմները, Քոչարյանի, Սարգսյանի, ինչև այդ Լևոն Տեր-Պետրոսյանի ռեժիմը, որը նույնպես հանրության կողմից, ժողովրդի կողմից մերժվեց, չէ, 96 թվականի ընտրություններում։ Այսինքն այդ բոլոր ռեժիմները իրենք ինչ թերություն ունեն, երբ որ դու իշխանության չարաշահում ունես, դու չես կարող ընտրությունով պարզապես իշխանությունը փոխանցես մեկ ուրիշին, որտեղ այդ մեկ ուրիշի իշխանություն փոխանցելը ու քո բանդ գնալը դառնում է Միգուցե համաձայնության կան, բայց այս դեպքում իրավահաջորդ օպերացիայի մասին է խոսքը գնում, բայց տեսեք դեռևս 10-ր թվին դարում 14 թե 15 գիտությունը քաղաքական միտքը եկավ եզրակացության, որ պետք չի հանցագործից ակնկալել խոստովանում։ Դատական process-ը պիտի գնա ընթանա այնպես, որը որ կախված չլինի մեղադրյալի խոստովանական ցուցմունքից։ Ինչի է այդ եզրակացության եկան։ Ինչի եկան եզրակացության, որ բարեկամներին, ծնողներին, հարազատներին պետք չի որպես վկա, այսինքն ոչ թե պետք չի, այլ իրավունք է պետք տալ ցուցմունքից հրաժարվել։ Չէ՞։
որովհետև հասկանում են, որ մարդը ինքը իր դեմ չի անի քայլ, դա պարզ տրամաբանություն է, որին որ այդ գիտելիքը մարդկությունը ձեռք է բերել հարյուրավոր, եթե ոչ հազարավոր տարիներ առաջ։ Այսինքն պետության ղեկավար, որը գիտի, որ կատարել է հանցանք, իր իրավաբանները իրեն կարող են կոնսուլտացիա անել եւ այլն։ Հասկանում է, որ եթե ինքը իշխանությունը կորցրեց, ինքը խնդիր է ունենալու եւ ինքը անելու է ամեն ինչ, որ իշխանությունը պահպանել։ Դա տրամաբանություն է, շատ պարզ։ Ամեն ինչ ասելով ինչ նկատի ունեք։ Ցանկացած իրեն հասանելի գործողություն, որը որ ինքը կարող է իրականացնել։ Իմ տպավորությունը, որ այս պահին, չէ՞, մենք սպասում ենք Գյումրիում նաև որ հնարավոր լինեն կեղծիքներ։ Ինչ որ մի իրական գործ հարուցվել ամեն դեպքում խախտումների հետ կապված 10 գործ հարուցվել է։ Բայց տեսեք, ինչ որ մի դասավորություն կա, ինչ որ մի վիճակ է ստեղծվել, որ այդքան ազատ չի իշխանությունը ընտրությունները կեղծելու հարցում։ Համենայն դեպս Գյումրիում եւ Փարաքարում, չէ՞, պիտի դա ասում են ժողովրդավար ենք եւ կարողանում ենք արդար թափանցիկ ընտրություններ իրենք թողենք իրենց 1.5%, որը որ չէր հերիքում եվրոպական դաշին կուսակցություններին, չէ՞, անցնել շեմը 6% չէ, կարծեմ թե բանի համար, այդքանի հազար ձայն է, մի քանի հազար ձայն է, այսինքն չկարողացան այդ մի քանի հազար ձայնը այդ եվրոպական կուսակցություններին ավելացնեն եւ այդ դեպքում կունենային 36 գումարած 6, 42 եւ դասավորությունը ամբողջությամբ կփոխվեր, չէ՞։ 2111 քվ է ստացել Եվրադաշինքը։ Հա, իսկ իրեն ինչքան չերիք այդ շեմը անցնելու համար։ Երևի մի 700-5000, 1.5%, այսինքն ինքը 4.5 հավաքեց, այդ ձեր ասած թվի 1/3-ը պիտի հավաքեր, որպեսզի շեմը անցներ։ Եթե շեմը անցներ, կլիներ լրիվ ուրիշ պատկեր, չէ, ընտրությունների արդյունքի, որը որ իօքուտ իշխող ուժին կլիներ։ Բայց եթե իրենք չկարողացան դա անել, ինչ որ հանգամանքներ, ես չգիտեմ ինչ, բայց գոյություն ունեն, ինձ համար, ծիծաղալի է ենթադրել բարի կամքը իշխող ուժի, ես դրան չեմ հավատում, պարզ պատճառով, որ այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար նշանակված է, չէ, Փաշինյանի ոչ թե իրենց թմից, այլ նաև Փաշինյանի գործառնական շրջանակից անմիջապես կողք կանգնած տարիներ շարունակ մի մարդ եւ այլն, կարելի է ասել, որ Փաշինյանը ինքն է կենտրոնական ընտրական հանձնաժողովի Հայաստանում նախագահ։ Չէ, կարող ենք այդպես մտածել։ Եթե նշանակված լիներ ուրիշ մարդ, դա միանշանակ կբացառեր իշխող ուժի ազդեցությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա, բայց մարդիկ եկան բացատրին ասին հակառակը, մենք պիտի լինենք, որպեսզի բացառենք ուրիշների ազդեցությունը, բան, եւ հիմա իրենք են։ Եվ այդ պայմաններում ես կարծում եմ, որ եթե իրենք հնարավորություն եւ որտեղ իրենք հնարավորություն ունեն կեղծելու, իրենք անպայման կկեղծեն։ Նման վիճակում, երբ որ հարցը 2018 թվականի ընտրություններում խնդիր չկար կեղծելու։ Ալիքը, այսպես ասած, ստանում էր եւ այլն, բայց հիմա արդյունքը եւ կարողությունը իրար հետ չեն համընկնում։ Իշխանությունը պահելու համար հարկավոր է բարձր արդյունք, իսկ այդ արդյունքը այսօր ստանալ այսպես տելևիզորով խոսալով, ստատուս գրելով, Facebook-ի մեջ չգիտեմ ինչ անելով, հա, այլևս դա չի գործում, չի աշխատում եւ ժամանակ է պետք, դուք ասեցիք, հա, եզրակացությունը Փաշինյանի, իսկ ժամանակը ունի հատկություն, կարող է եւ հակադարձ արդյունք ունենալ։ Ավելի վատ լինի։ Ավելի վատ լինի եւ հիմա միակ ժամանակն է, տեսեք, մի տարի է մնացել ըստ էության մինչեւ քվեարկություն։ Եվ հիմա է ժամանակը արդեն անել վար իշխող ուժը եթե ուզում է հաղթել ընտրություններում առանց պես ասած ֆինտիֆլուշ կեքեկի տարբեր ձևի բանտիկների բունտիկների պիտի ունենա առաջնորդ, որը որ համապատասխանի հանրային սպասումների։ Եւ եթե ինքը այդպիսի առաջնորդ հիմա չնշանակի, որը որ ժամանակ ունենա աշխատել եւ ցույց տալ արդյունք, այդ ընտրությունները ոչ մի լավ բանով չեն վերջանա թե Հայաստանի համար, քաղաքական համակարգի համար եւ իշխող ուժի համար։ Շնորհակալ եմ զրույցի համար։
Զրուցում էի հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։